Շարունակվում է առավոտ դսո weekend-ը, ողջույն բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ, իսկ մեր հաջորդ հյուրը արդեն իսկ մեր տաղավարում է։ Մեր տաղավարում է Prestige Wedding Planner ընկերության հիմնադիր Գայանե Խոջայանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, ինչպե՞ս եք։ Լավ, մերսի։ Մենք պատկերացնում ենք ինչ մեղմ ասած ծանր գրաֆիկով եք դուք աշխատում դեկտեմբեր ամսին եւ ամանորին մասնավորապես ընթառաջ պատմեք այդ աշխատանքային եռուզեռի մասին, ինչպես եք հասցնում, ինչ եք անում եւ ինչպես եք դա անում։ Այո, դուք շատ ճիշտ եք, դեկտեմբեր ամիսը մեր մոտ շատ ծանրաբեռնված է լինում ամեն տարի եւ հատկապես այս տարի մի տեսակ առավել ծանր ստացվեց այն իմաստով, որ ավելի շատ ընկերություններ սկսեցին ամանորին ավելի այսպես ակտիվ պատրաստվել, այդ տոնական տրամադրությունը մի տեսակ այս տարի քաղաքում ավելի շատ էր, ինչը շատ կարծում եմ ուրախալի լուր էր։ Վստահաբար փոխմետրամադրությունը միանգամայն այսպես դրական ու միանշանակ ծավալն է աշխատանքի շատ, բայց դա էլ է շատ հաճելի կարծում եմ։ Այո, իհարկե, այս տարի հիմնականում մենք համատեղեցինք, այսինքն մեր հիմնական գործունեությունը, միջոցառումների ձևավորումը եւ ամանորյա զարդարանքներն էլ շուտ սկսվեցին եւ ստացվեց այնպես, որ գրաֆիկը կրկնակի ծանրաբեռնված դարձավ, այսինքն ունեինք եւ մեր ստանդարտ ձևավորումները եւ ավելացան ամանորյա զարդարանքները, այդ իսկ պատճառով չեմ կարող նկարագրել, թե ինչքան գերհոգնած ենք մենք ամբողջ թիմով, բայց դեռ տրամադրությունը պահում ենք ամանորյա եւ հույսով ենք։ Բայց ինչպես եք հասցնում։ Իրականում շատ դժվար, այսինքն աշխատում ենք համարյա թե ամենօրյա գրաֆիկով եւ այս հարցում իհարկե ինձ շատ օգնում է իմ թիմը, ում վրա կարողանում եմ հենվել եւ ովքեր իրոք այսպես քրտնաջան ինձ հետ միասին մեկ այսպես կոմպոզիցիա դարձած փորձում ենք այդ իրավիճակից դուրս գանք։ Իհարկե տուժում են ընտանիքը, երեխաները, ընկերները, բայց նրանք արդեն սովոր են այս մեր աշխատանքային ռիթմին։ Արդյոք օգտվելով չեք ուզում ողջունենք նրանց ու ասենք ապրեն նրանք, կեցեք դուք։ Ընտանիքի անդամներին։ Ոչ միայն ընտանիքի անդամներին, նաև թիմը, մեծ ընտանիքը։ Սիրով ես շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի արդեն ձևավորված պրոֆեսիոնալ թիմ, իհարկե սա տարիների ընթացքում է եղել, այսինքն արդեն 13 տարվա ընթացքում ձևավորվել է մի կոլեկտիվ, որը այսօր իմ հետ է եւ որի հետ ես անցնում եմ այս մեծ ու գնալով այսպես ընդարձակ ճանապարհը։ Ձեր ընդարձակ ճանապարհին մենք գիտենք նաև, որ դուք աշխարհի top 100 դիզայներների ցանկում եք, ինչպես նաև մրցանակներ ունեք միջազգային, պատմեք մեզ նաև դրա մասին։ Դրա մասին մի քանի անգամ խոսել եմ, բայց ամեն անգամ հաճելի է նորից կրկնել։ Իհարկե աշխարհի top 100 դիզայներների, wedding դիզայներների ցանկում ընդգրկվելը շատ պարտավորեցնող էր։ Միջոցառումը եղել է Քաթարում, համաշխարհային Destination Wedding Planners կոնգրեսի կողմից։ Ցավոք այդ տարի ես ուղղակի չգիտեի, որ նման մրցանակաբաշխություն է լինելու, եւ այդ տարի ուղղակի միջոցառմանը չգնացի եւ ներկա չգտնվեցի։ Մտածելով, որ տարեկան հերթական կոնգրեսն է, դե լավ, ասեցի 5 տարի անընդմեջ գնացել եմ, այս մի տարին կարելի է բաց թողնել եւ պատկերացրեք իմ վիճակը, երբ որ ես on-line նայում եմ այդ վիդեոները, կոնգրեսի մեր այլ գործընկերների կողմից դրվող եւ տեսնում իմ անունը այդ top 100-ի ցանկում։ Նույն այդ մոտավորապես այնպես էր, ոնց որ Օսկար ստանաս, տանը բազմոցին նստած էր, իրավիճակը հետեւյալն էր։ Իհարկե շատ տխրեցի, շատ ափսոսացի, բայց կազմակերպիչները մեծ սիրով մրցանակ ուղարկեցին Հայաստան եւ ստեղծվեց այդ մեծ գիրքը, որտեղ աշխարհի top 100 wedding դիզայներներն են եւ այդ երկուական էջ ամեն դիզայներին հատկացրեցին եւ դա հիմա ամբողջ աշխարհով այդ գիրքը շատ մեծ տիրաժով տարածում գտավ եւ շատ ուրախ եմ, որ այդտեղ հայտնվեցինք, ասա մեր էջներ։ Այդ գրքում։ Այո։ Ընթացքում պատեկրանին այսպես կթերթվեն նաև լուսանկարները, տեսեք, սրանք մեր միջազգային տարբեր միջոցառումների անդամակցությունն է։ Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ իմ միջոցով առաջին անգամ Հայաստանը ներգրավվել է համաշխարհային wedding planner-ների կոնգրեսին եւ Հայաստանի մասին այնտեղ լսեցին եւ իմացան, որ մեր երկիրը եւս ունակ է մրցունակ լինել միջազգային շուկայում եւ շատ ուրախ եմ, որ շատ հարսանիքներ դրանից հետո ոչ հայ
սկսեցին անել նաև Հայաստանում եւ ամեն տարի մենք տարբեր այսպիսի միջազգային ֆորմատներով եւ մրցույթների կարգով ենք մասնակցում եւ զուտ ներկայացնելու մեր երկիրը, մեր հնարավորությունները, մեր լոկացիաները, մեր մշակույթը եւ туриզմ եւ որպես հարսանեկան միջոցառում անցկացնելու հրաշալի վայր։ Վստահ եմ ցանկը շատ է հիշողության առումով, բայց որոնք են ամենատպավորիչ աշխատանքները այս տարիների ընթացքում, որոնք իրականացրել եք։ Գիտեք, իհարկե կարծում եմ, որ հանդիսատեսը հիմա կսպասի, որ ես խոսեմ շատ գեղեցիկ հարսանիքներից, բայց որպես wedding planner եւ designer իմ մոտ տպավորիչ են լինում հենց այն չստացված պահերը, հա, այսինքն ավելի հետաքրքիր ավելի զավեշտալի։ Այո, զավեշտալի պահերն ես հիշում։ Այդ պահին ճիշտ է դրանք ստրեսային են շատ լինում, շատ այսպես կոլապսի են բերում, բայց իրականում երբ որ հաճախորդը շատ գոհ է, ամեն ինչ շատ գեղեցիկ է, շատ սիրուն է, դա մի տեսակ սովորում ես տարիների ընթացքում դրան եւ այդքան որ ասեմ դրանով տպավում ես, իհարկե գոհ ես մնում քո աշխատանքից, ունենում ես այդ ինքնաբավետ զգացողությունը, բայց անկեղծ ասեմ տարիների ընթացքում դա դառնում է մի տեսակ սովորական ու սկսում ես հիշել այն չստացված կադրերը, հա, այսինքն այն ինչը որ մնացել է տեսադաշտից դուրս, այդպես իրականում շատ լինում է եղանակային պայմանների հետ կապված, օրինակ մենք դեպք ենք ունեցել, երբ մեր աշխատակիցներից մեկը ցերեկը դեռ ժամը 12-ն էր, իսկ հարսանիքը գիտեք ժամը 6-ին է սկսվում եւ ընդհանրեն այդ հոսանքի այդ սխալ հաղորդիչ միացնելով այդ ամբողջ հարսանեկան հրավառությունը ցերեկը ժամը 1-ին իրականացավ։ Պատկերացրեք մեր դեմքում ընդհանուր այդ միջոցառման հյուրերը, այսինքն գալու են հրավառությունը մինչև հարսանիքը ստացվեց, էլի եւ այդ արագ կերպով փոխեցինք, այո, հասցրեցինք ու նման դեպքերն են իրականում հիշվում։ Հետո հիշում ծիծաղում ենք, բայց այդ պահին ինձ թվում է ավելի տխուր է լինում, այո։ Առավոտ լուսոյի տաղավարի տոնական ձևավորումը իրականացնում եք դուք, իհարկե հանրային հեռուստաընկերության դիզայների հետ սիմբիոզի մեջ, համագործակցության արդյունքը մենք կտեսնենք շատ շուտով, բայց շատ հետաքրքիր է, օրինակ տաղավարի ձևավորումը տոնական, մասնավորապես հեռուստատեսային չափանիշներին պիտի համապատասխանի, բայց եթե օրինակ ունենում եք հաճախորդներ, ովքեր իրենք չգիտեն ինչ են ուզում։ Տեսեք, մեր ոլորտում հետևյալն է ընթացակարգը, այսինքն կամ պատվիրատուն, դա կլինի հաճախորդ, դա կլինի հեռուստաընկերություն, թե որևէ կազմակերպություն, կամ մեզ տալիս է առաջադրանք, այսինքն երբ որ ունենում են պատրաստի moodboard։ Հիմա օրինակ շատ նույնիսկ հարցնացուներ գալիս են արդեն Pinterest-ից վերցրած նկարներով, այդ moodboard-ով պատրաստի եւ պարզապես մեզնից խնդրում են իրականացնել այն ինչ որ իրենք ուզում են այդ օրը տեսնել։ Դա մի ուղղություն է, այսինքն այդ դեպքում մեզնից ընդամենը պետք է այդ ամեն ինչը գրագետ իրականացնել եւ միայն միտքը վերածել նաեւ իրական, հա, այսինքն այնտեղ մասշտաբների հարց է լինում, տեխնիկական խնդիրներ են լինում, գույների տարածքի հետ համապատասխանություն է լինում եւ այլն։ Երկրորդ ուղղությունը, երբ որ գալիս է պատվիրատուն եւ չգիտի թե ինչ է ուզում, իրականում դա մեր սիրելի հաճախորդներն են, որովհետեւ այդտեղ արդեն դու հնարավորություն ես ունենում ինքդ առաջարկես միտք, ինքդ առաջարկես ոճ, դիզայն, հասկանաս մարդու ճաշակը, հասկանաս ինչ են ուզում տեսնեն եւ քո դիզայներ որպես որակը այդտեղ իրականում ավելի շատ է երևում։ Ես իհարկե շատ հպարտ եմ եւ ուրախ եմ, որ այս տարի հանրային հեռուստաընկերությունը հենց մեր հետ համագործակցության դուրս եկավ եւ մենք հնարավորություն ունենք այս տարի այս գեղեցիկ տաղավարը ել ավելի տոնական եւ գեղեցիկ դարձնելու։ Գիտեք ինչն է հետաքրքիր, այ դուք տրամադրություն եք փոխանցում, ստեղծում, հա, տրամադրությունը նույնիսկ ձևափոխում մարդկանց գուցե այսպես մենք գանք ու տեսնենք ձեր ձևավորած տաղավարը կամ ինչ-որ մի միջավայր ու լրիվ ուրիշ դրական լիցքեր ստանանք։ Բայց հետաքրքիր է դուք որտեղից եք այդ ոգեշնչման աղբյուրը ստանում, մոտիվացիայի աղբյուրը ստանում, հետևում եք ինչ-որ արտասահմանյան ընկերությունների կամ անհատների, թե կամի գաղտնիք, որ, չգիտեմ, երեխաներից կամ հարազատներից ընկերներից եք ոգեշնչվում։ Տեսեք, երբ նոր է սկսում այս գործունեությունը, միանշանակ կային ոլորտում ներկայացուցիչներ, միջազգային, հա, շատ լուրջ դեմքեր, որոնցով ես հիանում էի, նույնիսկ երազում էի մեկ անգամ նրանց կողքը հայտնվեմ։
Բայց տարիների ընթացքում ես այդ երազանքը իրագործեցի եւ գնացի, սովորեցի նրանցից շատերի մոտ եւ այս պահին այդ գիրքը, որի մասին խոսեցի, նրանց հետ այդ մեկ գրքում եմ։ Ոգեշնչման առարկա ինձ համար, անկեղծ ասած, կարա լինի ցանկացած ճարտարապետական շինություն, քաղաք, որևէ երաժշտություն, տոնրաձևություն, այսինքն դիզայնի ոլորտը որևէ ընկերություն չի թելադրում։ Մեր ոլորտը, նորաձևությունը եւ ճարտարապետությունը դրանք մի ընդհանուր կաթսայի մեջ են։ Եվ եթե դուք հետևեք, այսինքն այն ինչ որ նորաձև է լինում օրինակ հագուստի մեջ, նույնը ակտուալ է դառնում դիզայնի մեջ, նույնը անցնում է ճարտարապետությանը, ինտերիեր դիզայնին եւ այլն։ Ես շատ սիրում եմ ճամփորդել Եվ այս պահին կարծում եմ այդ տարբեր արվեստի գործեր տեսնելը, հա, տարբեր շինություններ, քաղաքներ, նույնիսկ բույսեր, բույրեր, այդ ամեն ինչը ցանկացած դետալ կարող է դառնալ ոգեշնչման առարկա, իսկ ինչ վերաբերում է հարսանիքներին, ինձ համար ամենամեծ ոգեշնչումը դա զույգի հարաբերությունն է։ Երբ տեսնում եմ նրանց շփումը, նրանց սիրո պատմությունը, փորձում ենք հենց այդ ամենը վերագրել, իսկ ամանորյա ձևավորումների դեպքում դա տրամադրությունն է, այսինքն միջավայրի, ընտանիքի ինչ են ուզում մարդիկ իրենց պարուրի այդ ամանորյա այդ տոնական տրամադրությունը ել ավելի գեղեցկացնելու համար։ Երևի այդ էմոցիաները հենց նա ինչի համար ես աշխատում եմ, այսինքն այս տարիների ընթացքում կարծում եմ բավականին արդյունքներ ունենք, մրցանակներ ունենք, բայց դրա համար չես աշխատում։ Աշխատում ես հենց այն ժպիտի, այն տրամադրության, այն խոսքերի համար, որը ստանում ես աշխատանքից հետո։ Միանշանակ, մեր պատեկրանին նաև տեսնում ենք ձեր նախապատրաստական աշխատանքները ձեր թիմի։ Կպատմեք մեզ գալիք տարում այս նոր տարվա մասին է խոսքը, որ գույներն են տրենդային, ինչպես զարդարել տոնածառը։ Pantone ընկերության կողմից այս տարի հայտարարվել է որպես տարվա գույն Cloudy Dancer, այսինքն ամպերի մեջ պարողը, որը սպիտակի ավելի մի փոքր խամրած երանգն է, բայց ամանորյա ձևավորումների համար բոլորը ուզում են ավելի վառ գույներ, քանի որ ունենք հրեղեն ձիուսի սիմվոլը այս տարվա համար։ Դրա համար շատ ակտուալ էր կարմիրը, ոսկե գույնը, տաք կանաչը, այդ երանգներն են շատ գերակշռող, ինչպես նաև բնական գույները, այսինքն փայտի երանգները, այն ինչը որ ավելի մոնոխրոմ կնայվի։ Որովհետև կարծում եմ, որ դիզայնի առումով 2026-ը կլինի ավելի մոնոխրոմ ձևավորումների դիզայնի, հա, այսինքն շատ էքսպերիմենտալ գույների համադրություններ կարծում եմ չեն լինի, կլինի ավելի մոնոխրոմ, ավելի պաստելային երանգներ, ավելի հանգիստ տոներ եւ ավելի էքսպերիմենտալ կլինեն ծաղկային ձևավորումները, օրինակ հիմա շատ ակտուալ օգտագործում են բանջարեղեններ, մրգեր, բույսեր, ծաղիկների փոխարեն եւ դետալային լուծումներ, այսինքն ոչ թե քանակի մեջ կլինի շքեղությունը, այլ հենց այդ մինիմալիզմի եւ որակի մեջ կլինի շքեղությունը։ Դեռևս մենք մեր անցած շաբաթվանից փորձում ենք մեր հյուրի շնորհիվ իհարկե բարձել նաև մեր հայերի սիրելի ոճերն ու գույները։ Ձեր մասնագիտական փորձը շատ մեծ է ու հետաքրքիր է։ Մենք հայերս ինչի կողմնակիցն ենք, ինչի սիրահար ենք, ինչից չեն կարողանում ոչ մի կերպ ազատվել կամ հրաժարվել։ Ճոխությունից։ Տեսեք, ի տարբերություն եվրոպացիների, հա, մեր հայերը ունեն այդ տեմպերամենտը ասվածը, այսինքն որը նրանց մոտ չի փոխվում, այսինքն ինչքան էլ ոճերը փոխվեն, տենդենսները փոխվեն, մեր հայերը սիրում են ամեն ինչ լինի շքեղ, ամեն ինչ լինի շատ, առատ, այսինքն դա վերաբերում է ինչպես ամանորյա սեղաններին, այնպես էլ ձևավորումներին, բոլորը ուզում են, որ իրենց եղևնին լինի ամենաշքեղը, ամենատարբերվողը, հա, ինչպես աղցանների տեսականին են բոլոր հյուրերին համոզում, նույն ձևով եղևնուն են վերաբերվում, բայց շատ հուսադրող է, որ տարեստարի նկատվում է այդ այսպես ասեմ, ճաշակի կրթությունը եւ սկսում են լսել դիզայներներին, հա, ես օրինակ հիշում եմ, երբ որ ես նոր էի սկսում, երբ որ դիզայները ասում էր, իսկ դիզայները դա մասնագիտություն այն ժամանակ կարծում չէր էլ համարվում։ Իսկ հիմա մարդիկ դիմում են, լսում են, փորձում են տենդենսի մեջ լինել, դա շատ ուրախալի է, բայց միևնույն է, ինչքան էլ ոճը լսում են, ասում են, հա, դե մինիմալիզմը լավ է, բայց ճոխ լինի։
Այդ ճոխ բառը բոլոր պատվիրատուների մոտ գրեթե կա։ Ճոխ ասված ինքը կարա պարզի մեջ է լինել ճոխ։ Այ դա չգիտենք, այ դա որ իմանանք։ Իմ ամենադժվարությունը, երբ որ օրինակ ես երբ որ սովորում էի Դենիել Օստի մոտ, որը համաշխարհային լեգենդ է, Վան Գոգն է համարվում մեր ոլորտի։ Ես կենթանի հասցրեցի նրա սանը լինել, ակադեմիայի դիպլոմը ստանալ եւ գիտեք նա ունի աշխարհի մի քանի չեմպիոններ ֆլորիստիկայի ոլորտում եւ ինչով է միշտ հաղթել իր կարգախոսն է ասում է երբեմն մեկ ծաղիկը կարող է ասել ավելին քան հազարավոր ծաղիկներ եւ նրա բոլոր դիզայնները եթե նայեք մեկ դետալ է օգտագործված բայց այնքան բարդ է գալիս այդ դետալին եւ այնքան դժվար է ճիշտ դետալը ստանալ որ շատ քչերն են կարողանում դա անել այսինքն շքեղությունը եւ ճոխությունը երբեմն քանակի մեջ չէ այլ կոմպոզիցիայի մտքի եւ բարդության Ահա, հասանք ամենասիրելի ու ամենասպասված հատվածին։ Ձեր եւ նաեւ ձեր պրոֆեսիոնալ թիմի մասնակիցների շնորհիվ կզարդարենք մեր տաղավարը, շատ սիրելի։ Մենք էլ փոքրիկ երեխաների պես սպասում ենք այս հատվածին, հետաքրքիր է արդյոք դուք պատրաստ եք։ Սիրով։ Շատ լավ։ Մեզ մնում է ընդամենը հեռուստադիտողին ապահովել լավ երաժշտությամբ, որպեսզի վերադառնանք եթեր եւ արդեն տոնական աշխատանքների երման կետում լինենք եւ ընթացքի մեջ։ Մնացեք մեզ հետ շատ քիչ է մնացել։ Մեր ֆանտաստիկ տաղավարը արդեն իսկ պատրաստ է։ Տուր դա այստեղ տեղավորեմ։ Տոնական դրամատուրգություն։ Իսկ դու հավանում ես։ Ես շատ սիրեցի տոնածառի լույսերը։ Գայանեին ասում ենք շատ շնորհակալություն ու դեռ մենք խոհանոցային հատվածում էլ ունենք զարդարելու շատ բաներ, ինչով որ նա կզբաղվի այս ընթացքում։ Վստահ եմ, որ ոչ միայն մեզ է դուր գալիս, այլ նաև ձեզ է շատ սիրելի հեռուստատողներ դուր գալիս, բայց այդ ընթացքում տաղավարի տրամադրությունը փոխվեց, ասա։ Այո։ Լրիվ փոխվեց ու մեր տրամադրությունն էլ փոխվեց տաղավարի տրամադրության հետ միասին։ Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի բարձենք, թե ինչպես է ընթանում մեր զարդարման աշխատանքները խոհանոցային հատվածում, Գայանե, ինչպես է ձեզ մոտ տրամադրությունը եւ նաեւ իհարկե ընթացքը աշխատանքային։ Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, կարծում եմ, այո, շատ դետալային եւ նուրբ աշխատանք է արված, այսինքն չկան ծանր որևէ դեկորներ, աշխատել ենք բնական եղևնու ճյուղերով, որտեղ կարծում եմ, որ բնական եղևնու հոտը, բույրը եւ տրամադրությունը ամենակարևոր էլեմենտն է ցանկացած միջավայրում։ Համամիտ ենք ձեզ հետ։ Այստեղ ունենք նաև անկյուն, խոհանոցի աշխատանքները կարծում եմ շատ ավելի ջերմ եւ ավելի հաճելի կլինեն նման միջավայրում իրականացնելուց։ Վստահաբար։ Այս ամեն ինչը պետք է կարծում եմ համեմել մեր տոնական պատեկրանի, այսպես ասած, ազդարարմամբ, որը մենք ես ու Ռուբենը պիտի անենք, ինչ ես կարծում Ռուբեն։ Պահն է արդեն։ Կախարդանքների տոնական հետ հաշվարկ կա առավոտ լսող վիքենդի եթերում։ Սկսենք 3-ից։ Հա։ 3 2 1 Բաբամ։ Ահա։ Հրաշալի։ Այ հենց այս տոնական ու ջերմ տրամադրությամբ հեսիլներս վաղը մեր գործընկերները արդեն առավոտը կսկսեն ձեզ հետ ու արդեն զարդարված այս գեղեցիկ ու ֆանտաստիկ տաղավարից կասեն ձեզ բարի լույս։ Միացեք նաև վաղը, որպեսզի այդ առավոտյան հրաշալի տրամադրությունը եւ իհարկե այդ մեծ թողարկումը, որը պատրաստում են պրոֆեսիոնալ մեծ թիմը ձեզ համար բաց չթողնեք։ Իսկ մենք հուսանք, որ կարողացանք ձեզ փոխանցել մեր տոնական տրամադրությունը եւ եթե մինչեւ հիմա չէիք հասցրել ձեր տոնածառը կամ տունը զարդարել ամանորին ընթառաջ, ապա ոգեշնչվեք մեզնով, մեզնից եւ դա արեք հենց այսօր։ Իսկ մենք կհանդիպենք արդեն ավելի քան նախատոնական եթերում հաջորդ շաբաթ։ Եվս մեկ անգամ ուզում ենք Գայանեին եւ իհարկե Գեղեցկուն ասենք շատ շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք օրը ու զարդարեցիք ու այս ներական տրամադրությունն ու ջերմությունը փոխանցեցիք մեզ եւ մեր սիրելի հեռուստատողներին։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Սիրով ձեզ էլ լավ եւ հաճելի եթեր, որպեսզի հիանանք։ Մեր օրն էլ ձեզնով է սկսվում։
Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Իսկ ձեզ նույնպես ելներս մաղթում եմ լավ օրվա շարունակություն, մնացեք առաջինի հետ, եթե տանն եք լինելու ու որպեսզի բաց չթողնեք կարևոր ու նախատոնական թողարկումները։ Եղեք բարի, սիրեք ինչքան կարող եք ու հեքիաթներին միշտ Թողտանը հավատացեք։ եղևն ու բույրը տարածվի հենց այսօր։ Այո։ Հաջողություն։